Հիշում եք թուրք լրագրող Օքայ Դեփրեմին, ով Լուգանսկի քաղաքացի էր եւ Կրեմլի քարոզչամեքենայի մի մասը։ Այս թուրք լրագրողը անսահման երևակայություն ունի։ Ամեն շաբաթ մի նոր սուտ է հորինում։ Արա դու մարդ չդառա։ Դուք էլ տեսնում եք այդ սուտը, բայց չեք էլ իմանում, որ այն սուտ է։ Դե իհարկե ապրիլի 24-ի թեման նա չէր կարող շրջանցել։ Ու մի աբսուրդ հոդված էր գրել, թե իբր Հայաստանի կառավարությունը արգելում է բոլոր այցերը դեպի Ծիծեռնակաբերդ հենց ապրիլի 24-ին։ Դե դրանից առաջ էլ թե իբր հուշահամալիրը քանդում են, բայց արդեն բոլորդ էլ տեսակ, որ բոլորն էլ գնացին հուշահամալիր։ Բայց այս սուտ լրագրողը, ով թուրքական ու ռուսական քարոզչամեքենայի մի մասն է եւ Հայաստանի դեմ տարվող ապատեղեկատվական ցանցի զենքը, մեկ այլ աբսուրդային սուտ էր հորինել, թե իբրև Հայաստանում հանրային հեռուստաընկերությունը վաճառել են 100%-ով թուրքական ընկերություն։ Ինչպես դասականը կասեր, իա իրոք, փաստերի ստուգման հարթակը արդեն իսկ ապացուցել է, որ այս լուրը ոչ միայն սուտ է, այլ նաև Հայաստանի օրենքներով հանրային հեռուստաընկերությունը վաճառքի ենթակա չէ, ու դա կարող է անել միայն օրենքի փոփոխությամբ։ Գոնե այդ սուտ լուրը հորինելուց, ձեր մատրոշկաներով ու դիփ ֆեյք վիդեոները տարածելուց առաջ մի քիչ մտածեք էլի։